5 փաստ այն մասին, որ հոգեթերապիան իրոք օգնում է։ Առաջին, գլխուղեղը ուսումնասիրելով գիտնականները պարզեցին, որ հոգեթերապիայից առաջ եւ հոգեթերապիայից հետո գլխուղեղը փոփոխություն է ցուցաբերում։ Այսինքն նեոկորտեքսը, մարդու ռացիոնալ մտածողությունը եւ ինքնակարգավորման հմտությունները զարգանում են, իսկ էմոցիոնալ ուղեղը ավելի հանգստանում է լիմբիկ համակարգը, որը որ վախերի, զայրույթի, տխրության, տագնապների ու դեպրեսիվության։ Եվ երկրորդ կարևոր բանը՝ դեղորայքային բուժում եւ հոգեթերապիա։ Հաճախ այս երկուսը նույն արդյունքն են ցուցաբերում, բայց ի տարբերություն դեղորայքային բուժման հոգեթերապիան ավելի տևական ազդեցություն է ունենում, որովհետեւ հմտություններ է սովորեցնում ողջ կյանքի համար, նոր մտածողության ձև, աշխարհընկալում, հույզերի ապրման մեթոդներ։ Այսինքն դեղորայքային բուժումից հետո, երբ որ դեղերը հանում են, հաճախ խնդիրները հետ են գալիս, իսկ հոգեթերապիան այն հմտություններն են, որը ողջ կյանքին պետք է գալիս մարդուն։ Երրորդ կարևոր բանը՝ հոգեթերապիան օգնում է, որպեսզի մարդու շատ հիվանդություններ վերանան եւ չզարգանան։ Շատ հիվանդություններ հոգեսոմատիկ են, պայմանավորված ներքին կոմպլեքսներով եւ ստրեսի հետ գործ ունենալ չկարողանալով։ Շատ հաճախ, երբ որ մենք դիստրեսի մեջ ենք լինում, մեր շատ հոգեբանական խնդիրներ սրվում են։ Դրա արդյունքում մեզ մոտ ֆիզիկական խնդիրներ են առաջանում՝ ստամոքսի, սրտի հետ կապված, վահանաձև գեղձի հետ կապված միգրեններ, գլխացավերը, բոլոր տեսակի խնդիրները։ Եվ 5-րդ ամենակարևոր բանը՝ հոգեթերապիան օգնում է մարդու կյանքի որակը բարձրացնել։ Այսինքն նոր մտածողության ձևով, նոր վարքի մոդելներով, առողջ հարաբերություններ կառուցելով։ Հոգեթերապիայում ամենակարևոր բանը դա հարաբերություններն են, որովհետև մենք մեր տրավմաների մեծ մասը ստանում ենք հարաբերություններում, մեր ծնողների հետ, աշխարհի հետ հարաբերություններում։ Իսկ հոգեթերապևտիկ հարաբերությունները այն հրաշալի հարաբերություններն են, որտեղ մենք կարող ենք բուժվել։ Հոգեթերապիան օգնել է եւ կօգնի, սա գիտականորեն եւս ապացուցվել է արդեն։ Կարող եք համենալ հոգեթերապիայի եւ միասին կփորձենք լուծել ձեր խնդիրները։